Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Փաստորաթերթը գրում է. ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման ընդունումից հետո ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, թե Նաջարյանը փոշմանել է, այսինքն Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հետ կանգնել հանրաքվեի գնալու որոշումից, սակայն 3 ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստացավ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը եւ այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ։ Այդուամենայնիվ, ինչպես նշում են ԿՊ մեր աղբյուրները, սա դեռևս չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի նշյալ մոտեցման մեջ փոփոխություններ են եղել։ Հնարավոր է, որ այս միջանկյալ լուծումը կապված լինի Գյումրու ընտրությունների հետ։ Ուշագրավ է, որ անցած մի քանի օրերին Գյումրիում ընդդիմությունից ավելի ընդդիմություն կեցվածք է ընդունել Եվրադաշինքը, որի մաս կազմող ուժերը փաստացի նշյալ նախաձեռնության հեղինակներն են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխող քաղաքացիական պայմանագիրը իր ողջ ռեսուրսով եւ քարոզչական եւ պաշտոնական աշխատում է չեզոքացնել Վարդան Ղուկասյանին։ Օրաթերթի ԿՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն բակ շրջելու արդյունքում ԿՊ-ն պարզել է, որ նախկին Թալանչի եզրույթը Գյումրիում արդիական չէ եւ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է, ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել։ Անգամ ԱԺ-ԿՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին եւ թեկնածուներին 3 հայտարարեց, թե 8 ուժերից որևէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ-ԿՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռևս շարունակվում է։ Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը եւ ինչի է սպասում, թերևս դժվար է կանխատեսել։ Օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության հետեւյալ բովանդակությամբ, որ 2018 թվականի ՀՀՊ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որոնցով անցել է Արփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով նա ՍՊ-ներ է հիմնադրել, ինչ որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցակնվել է։ Հաշվի առնելով այդ իրողությունը համաձայն ՀՀ սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ տեղեկատվության ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի խնդրում ենք տեղեկացնել, ինչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը։ Ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցակնվել է որպես վկա եւ դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Փաստորաթերթը գրում է. Արմեն Մելիքբեկյանի 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ ոքի է խաղացել նույնքան անգամ եւ պարտվել 30 խաղում։ Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին 3 տարում, այսինքն 2020-21 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել է փոքրի շատ է բավարար արդյունքներ։ Իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում գումարած հայտարարակ արդյունքներ 2022 թվականից մինչև այս պահը, ներառյալ վերջին 2 խաղը։ Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ եւ սեփական դարպասն ընդունել 74-ը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից։ Վարույթը հարուցվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հաղորդման հիման վրա, թե կոնկրետ ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին եւ ինչ գործով է ներկայացվել հաղորդումը, դեռևս հայտնի չէ։ Փորձեցինք դա պարզել Խաչատրյանից, նա հրաժարվեց հարցազրույց տալ։
Հրապարակորաթերթը գրում է. երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով հաշտության համաձայնագրով որպես ապօրինի ձեռք բերված գույք ՀՀ սեփականություն է դարձել Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 540 մետր մակերեսով հողամասը 29 միլիոն դրամ արժողությամբ։ Սա հատիկ առ հատիկ շրջանակներում հերթական ակցիան է։ Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ, կամովին հանձնելով գույքը։ Պարզվեց, խոսքը ԱԱՑ ՊՊՑ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ 1 տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ եւ վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։ Փաստորաթերթը գրում է. Փաշինյանական կառավարության անդամներից մեկը Facebook-յան գրառում է արել եւ մասնավորաբար ասել հետեւյալը. շատ կարեւոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը։ Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք, բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը ընտրելով ԿՊ-ին եւ որ այլևս նման սխալ չանի, չէ որ հենց ԿՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին։ Չնայած երկիրն ու բանակը տարակ պարտության են տարել։ Չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների։ Հրապարակորաթերթը գրում է. ԿՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը։ ԿՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ իր սովորույթի համաձայն մյուս տեխնացուների դեմ սև PR անի։ Մարտի 30-ի ընտրությունների օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է։ Տեղեկացանք, որ թերևս Գյումրու ընտրությունների պատճառով Փաշինյանը չեղարկել է Սյունիք կատարելի կայցը։ Հրապարակորաթերթը գրում է. Գյումրու 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Այդքան տղա է թողասի այդ մասին։ Երեք հայտարարեց Սարիկ Մինասյանը, մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ Ըստ լուրերի նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հարցրեցին, ճիշտ է, որ ԿՊ-ի նշած անձը իրենց տեխնացուն է։ Նա չհերքեց, խոստանալով պատասխանել, երբ զրույցի իրենց տեխնացու հետ։ Ասաց, որ իրենց տեխնացուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով, ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիսկ հրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի պատմական բացահայտմանը։